Լսի Անդրանիկ Թևոնյան, այդ որ ասում ես Նիկոլ Փաշինյանը այդ զրացող էշը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում է ծնվել։ Ճիշտ ես ասում։ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը ժողովրդավարությունն էր։ Հայաստան արդեն դարձել էր ժողովրդավարական պետություն եվրոպական չափանիշներին համապատասխան։ Ու այո, ժողովրդավարության պայմաններում ծնվում են նաև զրացող էշեր, բայց ժողովրդավարության պայմաններում մենակ զրացող էշեր չեն ծնվում։ Ժողովրդավարության պայմաններում ինչ կարգի կենթանել ասես որ ծնվում են։ Գոնման քաչա գլխով կենթանիներ է ծնվել ժողովրդավարության արդյունքում, ժողովրդավարության պայմաններում։ Այսինքն դու ես Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության ծնունդը, այսինքն ժողովրդավարության ծնունդը։ Հիմա ինչ ենք ասում մենք, ինչ ասում Սերժ Սարգսյանը։ Ասում է ես ձեզ չեմ ստիպել, որ էթայիք նախիրի մեջից պաչեիք ամենաբարձր զրացող էշի ճակատը։ Ճիշտ չի ասում։ Բայց այդ ժամանակ 18 թվին դու ասում ես 18 թվին Սերժին մերժելը ճիշտ էր։ Ժողովուրդը դեմ էր Սերժի վարած քաղաքականության, Սերժին մերժեց, չէ՞։ Սերժին մերժեց, բայց ում ճակատը պաչեց։ Այդ նախիրի նախիրի մեջ մենակ այդ զրացող էշներ, որ դուք բոլորովդ գնացիք պաչեցիք զրացող էշի ճակատը։ Բայց այդ ժամանակ դու կանգնեիր, ասեիր, գիտեք ինչ կա ժողովուրդ։ Ճիշտ է կանում, որ մերժում եք Սերժին, բայց այդ էշին մի պաչեք, դրա ճակատը մի պաչեք, քանի որ դա էշ է։ Եկեք իմ ճակատը պաչեք, կամ գնացեք Պողոսի ճակատը պաչեք, Պետրոսի ճակատը պաչեք։ Բայց հենց դու այդ ժամանակ կոչ էիր անում, որ այդ զրացող էշի ճակատը պաչեն, ու առաջի պաչողներից մեկն էլ դու էիր, զապիսները կան։ Բայց մայիսի 1-ին Հանրապետական ասեց մենք չենք ընտրում իրա, գնացեք ուրիշին բերեք, ինքը զրացող էշ է, գնացեք նախիրի մեջից ուրիշին բերեք, որ իրան ընտրեիք։ Դուք բոլորդ մայիսի 8-ին նորից բերեցիք Նիկոլ Փաշինյանին։ Տենց չի եղել ասա։